Այսօր վաղ առավոտյան Ավրորա մրցանակաբաշխության միայն Նոբելյան մրցանակակիրներից բաղկացած հանձնաժողովը փակ դռների հետևում կայացրել է իր որոշումը։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, առաջին անգամ բացառիկ իրավունքով նկարահանել է post-factum-ը։ Այսօր հայտնի է դարձել ևս մեկ աննախադեպ նախաձեռնության մասին։ Idea հիմնադրամի համանախագահներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆյանն այսօր հայտարարել են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակային հիմնադրամ ստեղծելու մասին, որը հայրենագիտական ֆակուլտետներում սովորող 7 ուսանողի տարեկան $10,000 դրամաշնորհ կտրամադրի մինչև 2023 թվականը։ Ավրորայի մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ վաղ առավոտյան 7:30 մատենադարան են գալիս ընտրող հանձնաժողովի անդամները։ Հենց նրանք են որոշելու, թե ով կլինի այս տարի Ավրորայի դափնեկիրը։ Վեճական քննարկում է եւ դե որոշում չէ դրվել մինչեւ հիմա։ Որոշում կայացնելը հեշտ չէ, նույնիսկ մարդասիրության ոլորտում Նոբելյան դափնեկիրների համար։ Թե ով կլինի Ավրորայի դափնեկիրը, գուցե ամեն մեկն իր համար արդեն որոշել է, բայց համաձայնությունը պետք է լինի ընդհանուր։ Ռուբենը եւ ես որ չենք մասնակցում այս process-ի մեջ, շատ հետաքրքիր է տեսնել ուր կհասնենք, տեսնանք։ Նախ լուսանկար Մաշտոցի արձանի մոտ մատենադարանում վերջին ու որոշիչ քննարկումից առաջ Ռուբեն Վարդանյանը Ավրորայի ընտրող հանձնաժողովին խնդրում է մի քանի րոպե սպասել։ Այստեղ կարևոր հայտարարություն պետք է անի։ Ես ու Նուբարը պատիվ ունենք ձեր անվան նոր կրթաթոշակի մասին հայտարարել։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության 3 հիմնադիրներից երկուսը Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆյանը երրորդ համահիմնադրի Վարդան Գրեգորյանի անվան նոր կրթաթոշակային հիմնադրամ են ստեղծում։ $350,000-ով մինչև 2023 թվականը ամեն տարի $10,000 կտրամադրվի 7 գիտնականների՝ հայոց պատմության, գրականության, լեզվի, փիլիսոփայության, ճարտարապետության, արվեստի ու արևելագիտության ոլորտներում ուսումնասիրություններ անելու համար։ Սա ոչ այնքան ձեզ համար է կարևոր, որքան այն երիտասարդ գիտնականների, որոնք կկարողանան ուսումնասիրություններ անել ու աշխատել 7 տարբեր հումանիտար ուղղություններով։ Վարդան Գրեգորյանի համար այս հայտարարությունն անակնկալ է ու խորհրդանշական, երբ տարիներ առաջ առաջին անգամ եկավ հայրենիք, նախ այցելեց մատենադարան։ Տարիներ անց նորից մատենադարանում լսում է իր անվան կրթաթոշակի մասին։ Իսկ հիմա ի գործ Ավրորայի ընտրող հանձնաժողովը մի քանի ժամով կփակվի սենյակում ու կորոշի 5 հավակնորդներից ով կտանի իր հետ մարդասիրության Ավրորա մրցանակն ու $1 միլիոն։ Մանուիրության, Ալբերտ Գալստյան, post-factum։